Մառախլապատ եղանակն այստեղ սովորական երևույթ է։ Ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա տարածված Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղը մեր երկրի հյուսիսարևելյան դարպասն է։ Գյուղը 27 կիլոմետր երկարությամբ սահման ունի Ադրբեջանի հետ։ Գյուղից սահմանը ընդամենը 2-ից 3 կիլոմետր է հեռու։ Աբրահամյանների տունը գյուղի եզրին է։ Այստեղից հստակ երևում է անառիկ բարձունքը, որտեղից մեր զինվորները հսկում են գյուղը։ Տիկին Աբրահամյանը մանրամասն հիշում է գյուղի համար մղված մարտերը, թե ինչպես Արցախյան առաջին պատերազմի տարիներին վահանցիները միասին պաշտպանեցին իրենց ծննդավայրը։ Ոչ մի անգամ մեր դիրքերը մենք չտվեցինք թուրքին, ոչ մի անգամ։ Միայն ասեցի, բանի մի անգամ Այս 2 կիլոմետր հեռավորության վրա է, այդ դիրքը վերցրել էին դեկտեմբերի 30-ներ, սարսափելի գիշեր էր շատ, 6 հոգի կանգնած երևի պահի տակ աչքները կպել էր, հասել էին, թե ինչ ձևով էի խոշտանգել, հիմա ես որ հիշում եմ չեմ կարողացել սպահեմ, սարսափելի ու ինչ տղաներ էին, ինչ տղաներ, որ իրոք պահում են, բոլորը մեր համագյուղացիները, պատկերացնում եք դեկտեմբերի 30-ին ուրիշները նոր տարվա են պատրաստվում, ոչ գյուղի մեջ 6 իրոք կտրիշ տղաների դիակ դրած, սարսափելի բաներ, բայց մերոնք կարողացան նորից հետ վերցնել։ Գյուղը նաև Արցախյան պատերազմի ժամանակ է մասնակցել եւ հերոսներ ունի։ Այո, շատ ակտիվ մասնակցել է շարժմանը։ Նաև ջոկատներում կռվող տղաներ կա, որ եւ Ղարաբաղ են գնացել եւ ստեղ են մարտնչել։ Ցավոք սրտի շատ զոհեր ունեցանք։ Այսօր եղբայրական գերեզման ունենք, որտեղ 16 երիտասարդ է հողակավորված։ Նրանց հիշատակը վառ պահվում է, երիտասարդները այդ ոգով դաստիարակվում են եւ կայուն մնում են իրանց հողի վրա այս սահմանի բերանում։ Մնում է, որ երիտասարդությանը աջակցվի, պայմաններ ստեղծվի սպորտային ու մնացած, որ մնա երիտասարդությունը, զբաղմունք ունենա։ 100-ամյա գյուղը նախկինում այլ անուններ է ունեցել։ 1925 թվականին հիմնադրվել է Ռուբենակերտ անունով։ Խորհրդային տարիներին վերանվանվել Օրջոնի կիձ է եւ 1991 թվականին Արցվաշենի Խիզախ արծիվ Տեր Վահան քահանայի պատվին ստացել ներկայիս անունը։ Հերոս հոգևորականը 1905-ից 1906 թվականներին մի քանի մարտ է առաջնորդել։ Մի ձեռքին տիրոջ կենսատու խաչ, իսկ մյուս ձեռքին զենք կազմակերպել է ոչ միայն Արցվաշենի, այլև հարակից բնակավայրերի պաշտպանությունը, հետ մղել կովկասյան թաթարների հարձակումները։ Կյանքի վերջին շրջանում քահանան համագյուղացիներից մի քանի ընտանիքի հետ տեղափոխվել է պատմական Ձորափորի ներկայումս Ճամբարակի տարածաշրջան, Միափորի հովտում հայկական նոր բնակավայր հիմնել։ Պատմական աղբյուրների համաձայն հենց նրա ժառանգների շառավիղներն էլ դարձել են այս գյուղի հիմնադիրները։ Հենց ինքը կազմակերպել եւ մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին։ Մեզ համար, քանի որ գտնում ենք այնպիսի տարածաշրջանում, այնպիսի աշխարհագրական դիրքում, որ անդադ բախվել ենք պատերազմներին, մեզ համար մեր այդպես նշանավոր դեմքերը հենց գյուղում ծնված, մեծացած, այս հողը մշակած ու այս հողի համար կյանք տված մարդիկ են, մեր նահատակները։ Բայց գյուղը նաև տվել է նշանավոր այլ գործիչներ բժշկության ոլորտում, կրթության ոլորտում։ Աստորեն Արցվաշենից տեղափոխվել են 78 ընտանիք 800 բնակչով, որովհետև այն ժամանակ բոլոր ընտանիքները եղել են բազմազավակ, ամեն ընտանիքում 10 երեխա է ալել։ Այդտենց աստիճանաբար շատացել են, մի ժամանակ 1250 բնակիչ կար, իսկ հիմա բնակչության թիվը իջել է 1100 հոգի։ Այսօր էլ տարածաշրջանում գյուղը հերոսական են անվանում։ Վահանցիների նոր սերունդը եւս այս ոգով է մեծանում։ 6-րդ դասարանում
Վահագնի ծնունդներ։ Դե վերջին մասը բացատրում ենք Ցծաբյուրվի շապ Հայաստան աշխարհ փրկության արև Վահագնի տեսար, այդ պահնա դե բացատրում ենք հետո էր Վահագնը ու ես հարց եմ տալիս։ Լավ սովորող աշակերտ չէր անկեղծ ասում եմ լավ, Աստված մի արասցե, եթե ճշնամին նորից հարձակվեց, բա մենք ոնց կանչենք Վահագնին, որ գա մեզ պաշտպանի, որտեղից կանչենք, բա ով է մեզ պաշտպանելու եւ ինքն ինձ ինչ պատասխանեց։ Ասաց ես։ Ու սա է կարևոր, ես ոգին եմ պահում։ Ես չգիտեմ քաղաքում իրանց ինչպիսի մտքեր ունեն, ինչպիսի երազանքներ ունեն, երևի բոլորովին ուրիշ, բայց սահմանամերձ գյուղի երեխաների հոգեբանությունը տարբեր է։ Լրիվ ուրիշ է։ Դրա համար ես ինձ շատ հպարտ եմ զգում, որ կոնկրետ ես հենց իրանց ուսուցիչն եմ։ Երեք կողմից հակառակորդով շրջապատված խիստ կլիմա ունեցող ու հարևան բնակավայրերից կտրված Վահանում, ի տարբերություն սահմանամերձ այլ համայնքների, արտագաղթը համեմատաբար քիչ է եղել։ Երիտասարդություն կա, գյուղում մնացել է։ Պատկերացրեք տարածաշրջանում ամենաշատ երիտասարդությունը այս գյուղում կա։ Մյուս գյուղերը բոլորը ծերացող գյուղեր են։ Չկան երիտասարդներ, դե աշխատատեղ չկա, հետևաբար երիտասարդություն չկա։ Բայց այս գյուղում փառք Աստծո։ Ի՞նչն է պահում այստեղ երիտասարդներին։ Հայրենասիրություն, անկեղծ։ Այդ անկեղծ կպատասխանեմ հայրենասիրությունը։ Այսինքն մարդիկ գիտակցում են, որ այս գյուղը դուրս եկավ, ինքը Վահան պատահական չի կոչվել Վահան։ Վահան որպես սահման դարպաս տենց է կոչվել, ու եթե այստեղից երիտասարդությունը դուրս գա, այլ ոչ մեկ չի մնում ստեղ։ Արդեն շատ վտանգավոր է դառնում։ Գյուղը ինչ խնդիրներ ունի։ Գյուղը շատ խնդիրներ ունի, շատ խնդիրներ։ Այնքան խնդիրներ, որ առաջնայինը աշխատատեղ, լինի աշխատատեղ։ Որ կենսական բանով են գցում աշխատատեղերի պակաս, շատ մեծ աշխատատեղերի պակաս։ Հիմնականում չարչարանք է, ուրիշ բան չկա։ Բայց ասում եք չարչարվում է, որ չարչարվի կկարողանա իր ապրուստը հոգա։ Հարաբերականը։ Գյուղացիները հավաքվում են, օգնում են մեկը մյուսին։ Հա, այստեղ տենց չկա, որ գնան վճարովի աշխատեն, մեկը բան։ Մեր մոտ ամեն ինչը ընտանեկան միջավայրում է կատարվում։ Մեկս մյուսիս օգնելով, չնայած հիմա այդքան շատ չեն ցանում, շատ քչերն են ցանում։ Հետևաբար, սենց բաներում շատ ազատ մարդ կա։ Ուրիշ ժամանակ կարող է հատուկ են պատահել, այսօր մեր մոտ չէ ուրիշ ձև ստացվել։ Ազատ մարդիկ են գտել, եկել են օգնում են։ Դուք էլ գնալու եք իրենց օգնել։ Դե, հա։ Երբ որ իրանք ունենան հանեն, իհարկե գնալու եմ օգնեմ։ Այդ չլինի կարտոշկա հավաքելը չլինի, մի ուրիշ ֆունկցիա լինի, օգնելու ենք։ Ոնց որ բերքը մի քիչ մանր է, հա։ Հա, ճիշտն ասած չի արդարացնում այստեղ կարտոֆիլը ուղակի նայած ով մարդիկ չեն կոտրում, ցանում են, բայց չի արդարացնում։ Այստեղ Վարդենիսի պես չի, մենք չենք պարարտացնում ամենակարևորը, մեր պարարտանյութեր չենք տալիս, որ ինքը շատ համեղ է լինում, բայց որակը մանր է։ Այսա կփորձեք, կճաշակեք։ «200 հեկտար կարտոշկա էր ժամանակին ցանվում, հիմա 20 հեկտար հազիվ իրանց տնամերձերը մտելու համար։ Հիմնականում 50% ծավալը գնում են, չեն ցանում ընդհանրապես։ Իսկ ինչու։ Անջրդի է մեր հողերը, բարձր լեռնային անջրդի բերք քիչ ենք ստանում, դրա համար ինքնարժեք շատ բարձր է ստացվում։ Մի հեկտար վարը 50,000, մի հեկտար կարտոֆիլ քանդելը 40,000, պլյուս դրա ցանց, մշակություններ, մոլախոտերի դեմ պայքար 200 դրամից ավել է ստացվում ինքնարժեքը։ Դրա համար 100-150 դրամով առնում են։
Իրանց ավելի ձեռնտու է։ Աշխարհագրական եւ կլիմայական պայմաններով թելադրված գյուղատնտեսության եւ անասնապահության եկամտաբերությունը ցածր է վահանում։ Գյուղացիները փաստում են, որ աստիճանաբար կրճատում են անասունների գլխաքանակը եւ մշակում միայն տնամերձ հողատարածքները։ Փոքր տնտեսություն ունենք, ֆերմա ունենք փոքր։ Մենք գումար հիմնական ստանում ենք, եկամուտը կաթից ենք ստանում։ Բայց դե կաթնել ենքան էժանավոր, չգիտենք, կեսը համարյա վաճառել ենք անասունների, որովհետև օգուտ չունենք, 15 ունեցել ենք, հիմա քչացրել ենք, սարքել ենք 7-ը։ Ինչքանով եք հանում։ Լիտրը ընդամենը 150 դրամ է, որ մեկը ես օրինակ մեքենայով եմ գիթը անում, մաքուր ասենք որակով գիթ եմ անում, բայց դե 150 դրամից չի ավելանում։ Արդեն շուրջ կես դար հայրենի գյուղում մանկավարժությամբ զբաղվող Ռիտա Աբրահամյանը մտահոգվում է, որ պատանիներն ու երիտասարդները որևէ զբաղմունք չունեն։ Արվեստի կամ սպորտի խմբակներ չկան։ Գյուղի երբեմնի ակումբից միայն պատերն են մնացել։ Վահանը վաղուց զրկված է մշակութային կյանքից։ Մի ակումբ ունենք, ժամանակի շատ լավ էր այդ ակումբը, համերգներ էին լինում, խաղասենյակներ կային, մենք ինքներս կազմակերպում էինք, թեկուզ տոնական օրերին, ասենք, հաճելի ժամանցներ եւ այլն միջոցառումներ, գրքի քննարկում ունեինք։ Հիմա այդ ակումբը վերածվել ավերականոցի, ոչ մի ձևով չի ծառայում գյուղին, ուրիշ ոչ մի զբաղմունքի վայր չունենք։ Հենց առաջին վատը հենց սա է։ Երիտասարդը չգիտի ինչով զբաղվի։ Սպորտի դպրոց լինի, երաժշտական, դե բնական է գյուղում այդքան չեն կարա մեծամասշտաբ դպրոց ստեղծել եւ այլն, բայց կարելի էր պայմաններ ստեղծել։ Թեկուզ զբաղմունքի պայմաններ։ Թեկուզ լինի մի սենյակ իրանք հավաքվեն զրուցեն, հարց քննարկեն, զբաղվելու, գնալու տեղ լինի, տանից դուրս գա ինքը մի տեղ գնա իր հասակակիցների հետ հանդիպի, չկա նման տեղ։ Եթե ֆուտբոլի դաշտ լիներ, երեխաները հաճույքով կզբաղվեին, սիրում են։ Մեր գյուղը ավանդույթ ուներ, շրջանում առաջատար թիմ էր ֆուտբոլի, մահացել է, հիմա չկա, ուշադրություն դարձնող չկա։ Շատ կարևոր կլներ երեխաների համար, զբաղմունքի միջոց եւ առողջության համար։ Այս բանը չեմ ապրում այստեղ ժամանակավոր, ապրում եմ Երևանում, աշխատանքի բերումով գտնվում եմ Երևանում, աշխատանքս հիմնականում այնտեղ է, չնայած կապված է նորից ամբողջ Հայաստանի հետ, մարզերի հետ։ Հնարավոր բոլոր առիթներով իհարկե վերադառնում եմ գյուղ ու հեռանկարներս կապված են հենց գյուղերի հետ, ոչ թե Երևանում ապրելու։ Չգիտեմ դա կլինի մեր գյուղը, թե միգուցե մեկ այլ գյուղ, մեկ այլ մարզ, բայց համենայն դեպս Երևանում երկարաժամկետ մնալու հեռանկարներ չունեմ։ Երիտասարդների համար հիմնական զբաղմունքը նորից գյուղատնտեսություն, անասնապահությունն է։ Դա իհարկե ամռան հիմնականում ամռան գարնան եղանակներին, ձմռանը հիմնականում ավելի պասիվանում է գյուղի կյանքը։ Երիտասարդները ժամանակին չեն ամուսնանում, որպեսզի գյուղը բնակչությունը աճի, էլի արդեն պակասում է, էլի այտենց։ Ինչի չեն ամուսնանում։ Որտեվ աղջիկները չեն ուզում գյուղում ամուսնանալ։ Իսկ ուրիշ տեղից էլ հարց չեն կարողանում բերել։ Հա, դե ուրիշ տեղից ո՞վ է լիք։ Դպրոցն ավարտում են, ասենք գնում են տարբեր տեղեր, ինստիտուտ ընդունվում են, սովորում են, դեր գալ ամուսնանում են, տենց էլ այս կողմերը մոռանում են։ Դե պետք է արտադրամասը լի, ինչ որ բաներ, գործարան լի, ֆաբրիկա լի, կարի ցեխ լի, օրինակ դե միս արտադրում են, դեր պահածոների ֆաբրիկա լի, տենց գործը լի, որ կարան մարդիկ, եթե զբաղմունքը լի, կմնան էլի։ Ժամանակները արագ փոխվում են։ Ով որ կարողանում է լավ աշխատանք ճարել, ընտանիքը տեղափոխում է քաղաք, Երևան, Աբովյան, Նորհաճ,
ով ուսանող է ունենում եւ կարողանում այնտեղ աշխատանք ունենալ, տեղափոխում են։ Տների մի 20%-ը արդեն դարձել է դաչայի տներ, հա։ Այդ ցավալի կողմը։ Զորամասը սահմանների պաշտպանությունը, ճիշտ ասած, բավականին օգնեց, որ մարդիկ մնան իրենց հայրական օջախում, իրենց տնտեսությունները պահեն, երեխաներ մեծացնեն, բայց ցավոք սրտի տենդենսը նկատվում է դեպի քաղաք։ Մի բան է, մտածես հայրենիք, մի բան է, անմիջապես քո կինը, քո աղջիկը կանգնացին ու թուրքը կարող է ձեռքը հասցնի նրանց, ոնց կպայքարեն։ Դրա համար պիտի սահմանամերձ գյուղերը կանգուն լինեն, լավ նայեն, պայմաններ ստեղծեն, որ գյուղացին ցանկանա մնա։ Ոչ թե գյուղացին հեռանա, ասի սահմանում եմ դրա համար, չէ, չի ասի։ Այլ գնում են, որովհետև ասում են, ես էլ եմ ուզում, որ իմ երեխան լավ ապրի, իմ երեխան կյանքի բարիքներից օգտվի։ Վահանում 5 խանութ կա, որից մեկը Իլիչ Ղուլյանի ընտանիքին է պատկանում։ Գյուղում շարժը քիչ է, զբոսաշրջության ուղղություն չէ Վահանը, բայց խորհրդային տարիներին վարչական մի քանի պաշտոններ զբաղեցրած Իլիչ Ղուլյանը կարծում է, որ ցանկության դեպքում հնարավոր է ալպիական բնությամբ գյուղը գրավիչ դարձնել։ Գյուղի վերևը լավ անտառացած տարածք ունենք, այդտեղի ուղղությամբ տուրիզմ կարելի է զարգացրել, որ անարատ մթերք, սարի մթերք, կաթ, գառանմիս, մեղր, շատ ընտիր մեղր է ստացվում մեր մոտ։ Բայց ցավոք սրտի չկա, այդ ուղղությամբ հլա չեն ձգում, ավելի տեսարժան վայրեր են ուզում գնան հանգստանան, չի ձգում ստեղը։ Ես շուլուղի ձևով ասում եմ, մենք ապրում ենք Փարիզի Արվարձանում։ Ես կասեի Փարիզի կենտրոնում։ Չէ, Փարիզի Արվարձանում։ Չի Արվարձանում։ Գիչ հեռացակ։